Ղուկասյանյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ։ Բարև հայրենակից, նախ շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Հիմա ես չեմ կարող չխոսել այս ղարերի կատվի հերթական կեղծիքի, քծնանքի, չգիտեմ էլի ինչի մասին։ Դու ղարերի կատու, ինչքան էլ իբր հասկանում ես, թե Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, իմ Վահագնը, հերոսածին հայր Արա Ռոստոմյանը և մնացած բոլորը այստեղ են բանտում, մնացածներն էլ Արցախի ռազմաքաղաքական ուժերի ղեկավարները Բաքվի բանտում են, դու չփորձես խոսել նրանց մասին, դու բարոյական իրավունք չունես խոսելու մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը դրել են հայրենիքի զոհասեղանին։ Ինքը ասում է, ես իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի, Քո զորակցությունը, Բակո Սահակյանի, Արտակոս Ղուկասյանի։ Ոչ ոք չի հավատում, ոչ մի խելամիտ մարդ չի հավատում, որ դու կարող ես զորակցել Բաքվի բանտերում և այստեղի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին։ Կեղծ է դա։ Կանանց և աղջիկների։ Դա կեղծ է, կեղծ, իբր թե հա, դու հետ մեղա ես անում, բանականները, ավելի ճիշտ ներողություն, հոգևորականները այդ բառի իմաստը լավ են հասկանում։ Դու հետ մեղա ես անում, դա ընդունելի չի, դու ես են պիղծ հոգին, որ հայտարարեցիր, այսքան զոհերը հանուն ոչնչի։ Հիմա դու նրանց կանանց, դստեր, որդու ցավը որտեղից պիտի զգաս, որ դու զորակցում ես։ Միայն ապուշը կհավատա քեզ։ Միայն անգրագետ, ապուշ, հիմար մարդը կհավատա, որ քո սրտում կարող է ինչ-որ տեղ ունեն նրանք, հələ որ զորակցում ես, ցավում ես, հա, ղռերի կատու, գետինը մտնես, այդ դու ու քո կենակիցն եք, այս բոլորի հեղինակները, որովհետև դուք իշխանության եք բերվել հատուկ նպատակով։ Ես 7 տարի առաջ այդ մասին ասել եմ, ճչացել եմ հանրապետության հրապարակում, հիմա էլ եմ ճչում, չեմ հրաժարվելու իմ ասածից, դուք հատուկ բերվել եք երկիրը կործանելու համար։ Այնպես որ քո այդ հետ մեղալ ասածին, անձամբ ես և ինձ նման մտածող մարդիկ չենք կարող հավատալ, որովհետև դու քար ես, դու թուրքի կռած ես, դու թուրքի կոփած ես, դու ոնց պիտի զգաս նրան ցավը, որ դեռ զորակցես, ով կհավատա այսպիսի հիմարությանը, միայն անգրագետ, անտեղյակ և հիմար մարդիկ, ով ուզում է թող ինձնից նեղանա, թե հանկարծ այդ ղռերի կատվի մեջ սրտում ինչ-որ մի լար կա Հայաստանի ու հայ մարդկանց նկատմամբ, որ մի հատ էլ զորակցում ես, դու պիտի ամենաառաջինը պատասխան տաս բոլոր այս մարդկանց տառապանքների համար, այս բոլոր բանտարկյալների տառապանքների համար, նրանք բանտի պատերի ներսում ավելի ազատ են, քան դու, որ զվռնում ես աշխարհից աշխարհ, ես ներողություն եմ խնդրում այս բառի համար, զվռնել ուղղակի բարբառային բառը նշանակում է անիմաստ պտույտ գալ։ Դու իհարկե քեզ համար անիմաստ չի, դու տանում ես, տեղավորում ես քո այն միլիոնները, միլիարդները, ինչ միլիոն, ներողություն եմ խնդրում, տանում տեղավորում ես Դուբայներում, չգիտեմ Կանադաներում, որտեղ և այլն, քեզ համար դա անիմաստ չի այդ զվռնել ասած բառը, դա ժողովրդի հայ ազգի համար է անիմաստ, որովհետև այդ իմաստը, որը դու դրել ես դրա մեջ, ազգին ոչ մի օգուտ չի բերում, ընդհակառակը դու թալանում ես և նյութը, և հոգին, այնպես որ
քո զորակցությունը ես խորհուրդ կտայի կհորդորեմ, որ պահես կպցնես ճակատիդ, որ քո կենակիցը նայի հրճվի, դու էլ նրան նայեք հրճվեք, որ ձեզ նման թեսլենքոտ, այն գրագետ, հիմար, չգիտեմ էլի ինչ բառ ասեմ, կարողանում եք ազգ կործանել, կործանեցիք բանակը, դուք կուլ տվեցիք Արցախը, դուք կուլ եք տվել հազարավոր մեր ջահելների արյունը, դուք կուլ եք տվել մեր հազարավոր ջահելների ոտք ու ձեռքը, սիրտն ու հոգին, որովհետև դուք գիշակեր եք, դուք գազան եք, դուք սոված գազան եք, վրա պրծակ մեղրի կարասին ու հետո արդեն մնացածը բոլորիս աչքի առաջ է, այնպես որ քո զորակցությունը կոնկրետ ինձ համար վիրավորական է, որ դու մեր սրբազաններին, մեր մեծագույն բարերարին, մեծագույն գոնե հիմա հայ բարեգործների մեջ իր հավասարը չունեցող Սամվել Կարապետյանի նրա ընտանիքին զորակցում ես, հա, այ հողը գլխիդ, մտածի թե հետո դու որ պատժվելու լինես, կանգնես օրենքի առաջ, քեզով պիտի զորակցի, ունես արժանիքներ, չէ, ես կարծում եմ կգա այդ օրը, երբ դու կկանգնես դատարանի առաջ ու բոլորը կցանկանան մի բան, որ քեզ մեր դնեն փողոցում ասնող դարձողը թքի վրատ, որպես զորակցություն, որը թքով քեզ համար մի հատ հագուստ պատրաստվի, անամոթ, այնպես որ քո զորակցությունը ես անձամբ մերժում եմ, որտեղ որպես հայ, որպես հայկին ես չեմ կարող հասկանալ այդպիսի զորակցություն, ասենք Սամվել Կարապետյանի կնոջ, աղջկա նկատմամբ, սրբազանների հոտի նկատմամբ, իմ Չախալյանի կնոջ ու դստերի նկատմամբ, գետինը մտնեք, գետինը, երեք դատական հերթական գործընթացներ ընթանում, այդ Կարեն Ֆերխոյան կոչվողը, սա ինչ պատուհաս է, Տեր Աստված, ես նրա բազմաթիվ դատերին ներկա եմ եղել, նա ոչ մի վկայի, ոչ մի մեղադրյալի չի լսում, դատախազինել չի լսում, որտեղ նա մրմնջում է քթի տակ, որ դալիճում ոչինչ չհասկացվի և հասկանում են, որ մի բանի մասին են մտածում, ինչ անել, որ գլուխը մնա ուսերի վրա, սա է նրա միակ մտատանջող հարցը, նա չի մտածում, սա մեղադրյալ է, մեղսավոր է պետք է դատել կամ մեղադրյալ է, բայց արդար է պիտի ազատել, սա է այսօրվա այս դատական գործընթացների հիմնական էությունը։ Ես երեք չկարողացան ներս մտնել, ինչ ճիշտ է, որովհետև փոքր են դալիճները, ցանկացողները շատ, դալիճները միտումնավոր փոքր, երբ որ դուք հայրենասերների եք դատում, վարձեք օպերայի դալիճը, տեսեք մի հատ ազատ տեղ կմնա, շատ-շատերն էլ չեն գալիս, որտեղ գիտեն, որ տեղ չկա, մնալու են դրսում կանգնած, վարձեք, վարձակալեք օպերայի դալիճը, կամ ֆիլհարմոնիայի դալիճը, դրանից կամ թեկուզ մարզահամերգային համալիրի դալիճը, եթե այդպիսի դատավարության ժամանակ այդ դալիճները ծայր չլծվեն, ինչ ուզում եք ասեք, դե փորձեք, տեսնենք ձեր իսկական պատկերը դուք կուզենաք տեսնել, թե ոչ։ Հիմա